Հարյուրավոր կիլոմետրերով նորոգված ջրագծեր, նոր կառուցված ինքնահոս ոռոգման համակարգեր ու տասնյակ հազարավոր շահառուներ, բարելավված տնտեսություններ։ Սա ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրի հետագիծն է, իսկ շահագործման ընթացքին կգումարվեն մյուս արդյունքները։ Հայաստան. ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականություն է։ Հայաստանում հաջողությամբ իրականացվել է ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը, կայունացման և զարգացման Եվրասիական հիմնադրամի վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի կողմից։ Ծրագիրը մեկնարկել է 2016 թվականից, ընդհանուր արժեք եղել է 50 միլիոն ԱՄՆ դոլար, որից 40 միլիոն ԱՄՆ դոլարը դա եղել է կայունացման և զարգացման Եվրասիական բանկի վարկային ռեսուրսները, իսկ 10 միլիոն դոլարը դա եղել է Հայաստանի Հանրապետության կառավարության, ինչպես նաև համայնքների համաֆինանսավորումը։ Ծրագրի նպատակը ոռոգման համակարգերի արդիականացումն է, որի շնորհիվ շահառու տարածաշրջաններում կմեծանա ցանցերի արդյունավետությունը, էապես կնվազեն ջրի կորուստներն ու էլեկտրաէներգիայի ծախսը, կկրճատվեն նաև ոռոգման համակարգերի շահագործման ու պահպանման ծախսերը, հնարավոր կլինի ավելացնել ոռոգելի հողատարածքները։ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրը իրականացվել է 4 բաղադրիչներով՝ նոր ինքնահոսերի կառուցում, մայր և երկրորդ կարգի ջրանցքների վերականգնում, ներտնտեսային ոռոգման ցանցերի արդիականացում, համակարգի ինստիտուցիոնալ կարողությունների զարգացում։ Стоимость проекта $40 миллионов. Все средства ЕФСР не освоены. Мы считаем, что проект в текущий момент является эффективным. Эффективность инвестиций она является на должном уровне. Ծրագիրն իրականացվել է 8 տարում։ Նախագծումից մինչև շինարարության ավարտական փուլ հանրապետության ամբողջ տարածքում, ներառյալ մայրաքաղաք Երևանը։ Այն գյուղատնտեսության զարգացման լուրջ խթան կհանդիսանա, կնպաստի գյուղացիական տնտեսությունների բարեկեցության աճին, նաև պարենային անվտանգության ապահովման ու ոռոգման ջրի պաշարների արդյունավետ կառավարման առումով կարևոր ազդեցություն կունենա։ Ծրագրի նախնական փուլում մանրակրկիտ ուսումնասիրության արդյունքում ջրօգտագործողների բոլոր ընկերությունների սպասարկման տարածքներից ընտրվել են ջրի մեծ կորուստներով շահագործվող առավել քայքայված ցանցերը, առանձնացվել վթարային հատվածները։ Ոռոգման համակարգերի 453,677 մետր ընդհանուր երկարությամբ հատվածների կառուցման, վերականգնման համար ծախսվել է ավելի քան 20 միլիարդ 596 միլիոն դրամ, որից շինարարական աշխատանքների արժեքը գերազանցել է 19 միլիարդ դրամը։ Մենք մեր այցերի ժամանակ եւ ինչպես նաեւ իրականացնող գործակալություն այցերի ժամանակ միշտ խրախուսում են բնակիչներին, որպեսզի խնամքով վերաբերվեն այն ենթակառուցվածքներին, որոնք ստանում է իրենց բնակավայրը։ Հաճախ որ մտնում ես համայնքներ կամ հաճախ որ մոտենում ես ջրանցքներին, տեսնում ես, որ ինչ-որ բաներ են լցրած լինում։ Դրա համար այդ աշխատանքներն են տարվում, որպեսզի ենթակառուցվածքը երկար ծառայի եւ շարքից դուրս չգա։ Հայաստանի 3 մարզերում՝ Արարատ, Կոտայք, Վայոց ձոր, ոռոգման համակարգերի արդիականացման ծրագրով կառուցվել է 7 ինքնահոս համակարգ, 37,4 կիլոմետր ընդհանուր երկարությամբ եւ շուրջ 2 միլիարդ 400 միլիոն դրամ արժեքով։ Հատկապես Արարատյան դաշտավայրում կարևոր է ինքնահոս համակարգերի կառուցումը, քանի որ այն երկրի ամենաբերի տարածաշրջանն է։
Հայաստանում ոռոգման ջրանցքների մեծ մասը կառուցվել է խորհրդային շրջանում եւ հիմնանորոգման ու փոխարինման կարիք ունեն շատերը։ Ծրագրով վերականգնվել են 4 մայր ջրանցքների 9.5 կիլոմետր հատվածներ 1 միլիարդ 300 միլիոն դրամ արժեքով։ Когда разрабатываются такие проекты, вообще смотрятся все в комплексе, в том числе вопросы, касающиеся охраны окружающей среды и, естественно, социальные аспекты тоже. Такие проекты, они снижают, во-первых, риски утечек воды, риски заболачивания, риски эрозии для земли. Да? Это тоже, в свою очередь, несет риски для того, чтобы распространялись какие-то заболевания, связанные с водой, или, допустим, загрязнялась вода, поднимался уровень грунтовых вод. Вот это положительная сторона, что такие проекты предотвращают потери воды, что в свою очередь положительно влияет на состояние земель. Վերականգնվել են 50 ջրանցքի մոտ 128 կիլոմետր ընդհանուր երկարությամբ վթարային հատվածներ, ավելի քան 8.1 միլիարդ դրամ արժեքով։ Շատ կարևոր էր, որպեսզի մեխանիկական եղանակով մղվող ջրի յուրաքանչյուր կաթիլ հասնի իր նպատակին, առանց կորուստների։ Այն հատվածներում, որտեղ որ վերականգնվել են, իսկ դա 4 օբյեկտ է, դրանք Սուրենավանի եւ Արազապի պոմպականների հեռացնող ջրանցներն են, ընդհանուր 11.7 կիլոմետր երկարությամբ վերականգնվել եւ հիմնանորոգվել են, եւ այդ հատվածներում կորուստները գրեթե զրոյական են։ Եվ դա կբերի էլեկտրոէներգիայի լուրջ խնայողության, բացի դա շահագործման տեսակետից ավելի մատչելի է շահագործող կազմակերպության համար, ավելի կառավարելի է։ Շուրջ 8.8 միլիարդ դրամ ուղղվել է հանրապետության 111 բնակավայրում ոռոգման ներտնտեսային ցանցերի արդիականացմանը։ Հիմնանորոգվել է 279 կիլոմետր ընդհանուր երկարությամբ ոռոգման ներտնտեսային ցանց։ Кроме базовой инфраструктуры, мы все понимаем, что необходимо ее потом поддерживать, да, и обеспечивать ее работу в будущем, потому что можно построить, но очень быстро запустить и потерять все те эффекты, которые были обеспечены. Поэтому еще один компонент проекта – это институциональное развитие. И здесь фонд поддерживал развитие и подготовку концепции стратегии развития водного сектора, а также работу ассоциаций водопользователей в Республике Армения, потому что очень важно обслуживать правильно каналы, их вовремя чистить, ремонтировать. Тогда мы обеспечим функционирование этой инфраструктуры, которая была построена на долгие годы. Համակարգերի արդիականացմանը զուգահեռ ծրագրում կարևորվել է նաև ջրօգտագործողների ընկերությունների կարողությունների ու մասնագիտական հմտությունների զարգացումը։ Այդ նպատակով ջրօգտագործողների ընկերությունների համար ձեռք են բերվել ապրանքներ եւ տրանսպորտային միջոցներ 530 միլիոն դրամ ընդհանուր արժեքով։ Դեռևս 2020-21 թվականներին արդեն կայացած մրցույթների արդյունքում տնտեսեցին բավականին մեծ ֆինանսական միջոցներ եւ հնարավորություն ստեղծվեց եւս լրացուցիչ աշխատանքների համար մրցույթներ անցկացնել եւ իրականացնել նոր աշխատանքներ։ Ընդհանուր առմամբ այս անցած 7 տարիների ընթացքում ծրագրի շրջանակներում կառուցվել է 7 ինքնահոս համակարգ, ինչի շնորհիվ շահագործումից դուրս է եկել 8 պոմպակայան։ Կառուցվել են շուրջ 138 կիլոմետր մայր եւ միջտնտեսային ջրանցքներ եւ 280 կիլոմետր ներտնտեսային ցանցեր։ Ծրագրում նախանշված էին որոշ արդյունքներ, որոնք մեծավ մասամբ ի շնորհիվ նաեւ լրացուցիչ իրականացած օբյեկտների գերակատարվել են։ Այսպես, ծրագրի իրականացման արդյունքում տարեկան էլեկտրաէներգիայի խնայողությունը կլինի ավելի քան 15 միլիոն կիլովատ ժամ։
Համակարգի արդիականացման շնորհիվ ռոռոկելու հողատարածքների աճը ծրագրով պլանավորված 12000 հեկտարի փոխարեն փաստացի կազմի շուրջ 12200 հեկտար։ Այդ հողատարածքների վրա կբարձրանա նաև ջրապողվածության մակարդակը, որը հնարավորություն կտա ֆերմերներին զբաղվել ավելի բարձրարժեք կուլտուրաների մշակմամբ։ Ծրագրով նախատեսված էր շուրջ 114,000 շահառուներ, փաստացի շահառուների քանակը կգերազանցի 169,000-ը։ Ոռոգման համակարգերի արդիականացման ծրագիրն իրականություն է դարձել տարիների տքնաջան աշխատանքի ու մեծ թիմի համատեղ ջանքերի շնորհիվ, գաղափարից մինչև իրականացում ու վերահսկողություն։ Համատեղվել են ոչ միայն փորձառությունն ու մասնագիտական հմտությունները, այլև կամքն ու գիտակցումը, որ յուրաքանչյուրի անգամ փոքր ներդրմամբ մեծ գործ է արվում։